Ողջույն, ես Աստղիկն եմ, այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել գլազուրի բաղադրատոմսով, որը միշտ փայլում է տորթի վրա և չի չորանում։ 18 սանտիմետրանոց տորթի համար վերցնում ենք 120 գրամ շոկոլադ և վրան ավելացնում ենք 40 գրամ սլիվկի։ Տեղափոխում ենք միկրոալիքային վառարան 10 վայրկյանով ու խառնում ենք։ Խառնելուց հետո նորից ուղարկում ենք միկրոալիքային վառարան, նորից 10 վայրկյանով։ 10 վայրկյանից ավել չի թույլատրվում թողնել միկրոալիքային վառարանում։ 1-2 վայրկյանն էլ այստեղ կարող է մեծ դեր խաղալ եւ գուցե շոկոլադը վառվի։ Ես իմպուլսներով տաքացնում եւ խառնում եմ մոտավորապես 4-ից 5 անգամ։ Այս process-ը կրկնում ենք այնքան, մինչև շոկոլադը ամբողջությամբ հալվի եւ մասսան դառնա համասեռ։ Կա մի փոքրիկ լայֆխակ, որը անելու դեպքում դուք կհասկանաք գլազուրը պատրաստ է թե ոչ։ Մինչև գլազուրի հալեցման process-ը սկսելը, սառցախցիկ ենք ուղարկում մի ապակե բաժակ։ Հալման ընդհանուր process-ը կարող է մեզանից խլել մոտավորապես 5 րոպե, այդ ընթացքում էլ մեր բաժակը արդեն սառած կլինի։ Երբ արդեն մասսան համասեռ է, սառցախցիկից հանում ենք բաժակը եւ սկսում ենք դրա վրա ծորացնել գլազուրը։ Ինչպես տեսնում եք, այս պահին իմ գլազուրը բաժակի վրա լավ չի ծորում։ Դա նշանակում է, որ այնքան էլ գեղեցիկ տեսք չի ունենա տորթի վրա։ Մասսան ուղարկում եմ միկրոալիքային վառարան եւս 5 վայրկյանով։ Նորից եմ փորձում ծորացնել բաժակի վրա։ Այս անգամ արդեն գլազուրը բաժակի վրա շատ ավելի լավ է ծորում եւ ես կարող եմ արդեն փորձել տորթի վրա։ Եթե դուք ուզում եք, որպեսզի ծորացող կաթիլները լինեն ավելի բարակ, այդ դեպքում պետք է սլիվկին մի փոքր ավելի շատ ավելացնեք։ Ինձ հենց այսպիսի տեսքն է դուր գալիս։ Տորթը, որը պետք է զարդարենք ջնարակով, պետք է գոնե 15 րոպե մնացած լինի սառցախցիկում կամ 1 ժամ սառնարանում։ Միայն այդ դեպքում ջնարակը գեղեցիկ կծորա տորթի վրա։ Ես տարածում եմ գդալի օգնությամբ, իսկ դուք կարող եք օգտագործել նաև սննդային ծրարներ։ Նույն չափաբաժինները կարող եք օգտագործել նաև սպիտակ շոկոլադի դեպքում։ Գունավոր ջնարակ պատրաստելու համար էլ ուղղակի սպիտակ շոկոլադով եւ սլիվկիով սմեսին ավելացնում ենք գունանյութ։ Գունանյութը կարող ենք օգտագործել միայն յուղալույծ։ Խորհուրդ կտամ օգտագործել յուղալույծ գունանյութի գելային տարբերակը։ Այն ավելի հեշտ է խառնվում մասսային։ Եթե ձեզ մոտ ներկը փոշի տարբերակով է, բլենդերով հարելու կարիք կզգացվի։ Երբ տորթի ամբողջ երկայնքով գլազուրը արդեն կծորացնենք, մնացած գլազուրը լցնում ենք տորթի մեջտեղի հատվածում եւ դանակի օգնությամբ հարթեցնում ենք։ Կախված նրանից, թե ձեր տորթը ինչ չափսի է, ամբողջությամբ եք արդյոք լցնելու գլազուրը տորթի վրա, թե միայն կողքերի հատվածներն եք անելու, կարող եք ինքնեդ կառավարել շոկոլադի եւ սերուցքի չափաբաժինները։ Ես միշտ օգտագործում եմ 3-1-ի հարաբերակցությունը։ 3 մաս շոկոլադ, 1 մաս սլիվկի։